Instagram-ը, post-ը, կեպկեն, look-ը, այն բան մինչև հələ հասնի խորհուրդ հարցնելուն կարող է մի պատոկ էլ գա թազա։ Հա, կարող ենք արդեն որ ուրիշ բան անի։ Արդեն բլոգերություն անի։ Հա, բլոգերություն անի։ Սերժան, մերսի որ եկան ինձ հյուր, շատ շնորհակալ եմ։ Իհարկե ուսումնասիրելով քո սաղ իմիգրացիոն պատմությունը, դե պարզա ինչի, հասկացա, որ բավականին երկար տարիներ արդեն ամեն տարի համարյա գալիս ես ԱՄՆ, չէ։ Երկար տարիներ չէ, անցած տարի եղա, դրանից առաջ ահագին մեծ դադար կար, որ չէ եղել։ ԱՄՆ-ում չէր եղել։ Այս անցած տարվանից ոնց որ էլի թազա նորովի եկա տեսա։ Իսկ միշտ սպասում ես, որ ինչ-որ առիթ լինի, համերգ լինի, քեզ հրավիրեն DJ-ության, թե եղել է դեպքեր, որ ուզեցել ես ինքդ, այ չեմ հիշում, տուրիստական վիզա երբևիցե ունեցել ես, թե չէ, որ գաս ուղակի շրջակայից։ Հա, մի անգամ եղել է, բայց նրանց հաստատեցի, որ միշտ առիթ էլ է համել եղել որ գանք, նրանց որ տենց չեմ զգացել, էլի, որ եմ շատ ուզում։ Ամենառաջի անգամ երբ ես եկել։ 2009 թվականին։ Իսկ 2009-ից մինչև հիմա տարբերությունը մեծ է Լոս Անջելեսում։ Հա, ինձ թվում է անցած տարի, չգիտեմ, sense որ ուղիղ ինչ որ բաներ լինի, որ ասեմ, այս է տարբերությունը, ինչ որ ընդհանուր մթնոլորտն է երևի բան, բայց դրա համար ասին, որ նոր եմ մի հատ է ծանոթանում առաջ անգամ, ու էլի թազա հետաքրքիր է։ Հետաքրքիր։ Բայց որ մթնոլորտը ավելի լավ է այն ժամանակ, թե։ Այն ժամանակ ուրիշ էր, այն արդեն 15 տարի առաջ էր։ Այն իմ մտնոլորտներ էր ուրիշ, հիմա ավելի լավ է, հիմա ավելի sense կոնկրետացված, ավելի տարիքային, ասած ուրիշ է լավ է։ Ամենևում լավ է։ Լավ, որպես DJ, որտեղ ես քեզ ավելի լավ զգում, ստեղ թե այնտեղ։ Դե այնտեղ ավելի շատ է իմ համար, հələ որ հա շարժը SN միջոցառումներ նվագել աշխատանք, բայց ստեղ էլ լավ ընկերներ ունեմ, ստեղ DJ-ությամբ ես զբաղվում, բավականին ստեղ հայտնի են, պոպուլար են ու հետաքրքիր է գնալ, լսել, նայել, մասնակցել, փորձի փոխանակում անել, բան, այնց որ միշտ նորը, միշտ թարմը, միշտ ավելի հետաքրքիր է։ Նայ ամոթ չի, բայց կասեմ, որ ես DJ մենակ քեզ գիտեմ անկեղծ Հայաստանում, DJ Zero ու այն ժամանակ էլ մենակ քեզ գիտեի ու ես էլ որ երիտասարդ մինչև հիմա մենակ քեզ գիտեմ, բայց վստահ եմ հիմա երևի DJ-ները Հայաստանում ավելի շատացել են։ Շատ։ Բայց ինչի չգիտեմ։ Պարտադիր չի իմանալ, բայց փաստ են որ շատացել են, sense տենց ավելի քչերին կիմանաս դու, բայց իրանք շատ են։ Իսկ թվում ամեն տեղ է հիմա տենց այդ։ Բայց այդ ինչի հետ է կապված, այդ եմ ուզում հասկամ, չէ՞ որ մեր ժամանակի այդ դիսկացեկա ասվածը կար, էլի։ Տրենդ է։ Ուղղակի ինքը դարել է բլոգերի պես մի բան DJ-ությունը, ինքը դարել է մի ժամանակ բոլորը երգում էին, չէ՞, Հայաստանում, ով չէր ալարում երգում էր։ Հիմա եթե տարբերակ կա DJ-ություն էլ անեն։ Բայց այդ իմ համար իրականում մասնագիտություն է, ինչ որ չէ DJ պուլտը որ տեսնում ես, հասկանում ես, որ ես չեմ կարող տրենդի հետևից վազեմ, այդ բիցերը դնեմ ականջիս ու դուրս գամ բեմ։ Այդ մենք, բայց իրանք շատ հա ինքը էլի, դա տարբերություն, հետո մեր մոտ բավականին ուրեմն պոպուլար է դարել հարսանեկան ուղղվածության DJ-ությունը, հա, այտենց, այդտեղ էլ առանձնապես քանակը շատ է, բայց որակային ինձ թվում է ավելի քիչ։ Տեղել են շատ հիմա հենց ԱՄՆ-ում շատ առիթներ, ծնունդներ, իսկ քեզ որ գալիս ես լինում է դեպքեր դու գնում ես private առիթների անհատական ինչ որ տենց հարսանիք, ծնունդ, հարսանեկան առիթների ծնունդների կնոքրերի չէ, լինում է որ ասենք ինչ-որ կորպորատիվ իվենթ է լինում ինչ-որ ֆիրմայի կամ ինչ-որ բան, եթե ես պետք եմ ոչ միայն ֆիզիկապես ներկայություն ուղղակի, այլ երաժշտական ու ճաշակային ինչ-որ համադրություններ կա, այդ պարագայում, հա, բայց հարսանեկան առիթների, ծնունդների կնոքրերի չեմ գնում, որտեվ այդ մասը ինձից հաստատ ավելի այդտեղ պետքական ձևով մատուցող կա էլի, կաշխատի, քան ես։ Մարդ կա, ասում ես հարսանիք չեմ գնում, թեկուզ երգեմ կամ վարեմ կամ DJ-ություն անեմ, որտեվ չեմ ուզում, չասեմ պրեստիժ, բայց ինչ որ չի ինքը իրան այնտեղ տեսնում կամ անգամ մեծ գումարներ դիմաց, ասում է չէ, չեմ անի, որտեվ հա, հենց ինձ այդքան էլ Դա ընտրություն է, էլի, որովհետև այն գործունեությամբ DJ-ության մասով, որ ասում եմ, ասենք զբաղվում ես, կապ չունի որտեղ, ստեղ, այնտեղ, այդ իր ֆորմուլաներ ունի, որ այդ ֆորմուլաները հարսանիքներում կամ այդ տիպի միջոցառումներում ես չեմ կիրառի։
Իսկ ուղղակի գնալ հարցը, օրինակ եղել է միջոցառում, որ գնացել եմ առաջի 2 գործից հետո մարդիկ ասել են լավ դե արի նստենք էլի դու յար այդ տենց է եղել այդ արդեն նստել ենք անցել այդ մի ժամուկեսը լավ ուտել խմելով ամեն ինչ այլ եմ բացի դիջեյությունից Իսկ եղել է որ կան ասեն թաթա դիրես հա ոնց շատ է լինում դե բայց այդ արդեն ոնց որ քո գործին խանգարում է չէ որ հա դե դրա համար ասում ենք պատվերներ չի ընդունում այս մոտակա մի ժամ 20 րոպե մի ժամուկեսը հա պատվեր չի ընդունում հետո ինձից հետո միգուցե արդեն պատվերներով playlist-երով, հեռախոսով, նաուշնիկով, Bluetooth-ով եղել է որ գալիս են, ասում ես արի ես գնամ, դու արի կպի քո հեռախոսով շարունակի երեկոն ու եղել է, հա ոնց, ինքը որտեվ է տա ուզում, հա բան էսա որ դից եմ դնում այդպես։ Դժվար։ Խառնա։ Բայց նա հիմա ասացիր Հայաստանում շատացել են, դե կլինեն լավ որակապես լավ, բաց բնականաբար ամեն տեսակ կլինեն։ Ինչ տենդենս ես տեսնում այդ կտանի նրան, որ ավելի լավ դիջեյներ կունենանք Հայաստանից, ինչի՞ չէ միջազգային մասշտաբի դուրս կգան։ Հաստատ հա, որովհետև Հայաստանում էլ տարբերությունը, ասենք 10 տարի առաջվա հիմիկվա շատ մեծ է ու լավ արտիստներ են գալի դրսից, Եվրոպայից էլ Ամերիկայից ոնց որ ասացի մեր լավ ընկերները գալիս են իրանք արդեն մտնում են լավ դիջեյության, լավ այդ կուլտուրայի, էլեկտրոնային այդ դրա մեջ, նույնպես որ բավականին պոտենցիալ կա որ գնալով դեպի լավն է գնում, բայց դրա հետ մեկտեղ էլ ընդեղից էլ է գալի այդ շատանում այդ մանը։ Շատանում հա, այտենց Դե կարևորը ունենք հույս, որ գոնե մոտ ապագայում կունենանք հայտնի միջազգային հայտնության, հետո իսկ դու չես մտածել գասա Հոլիվուդ, Հոլիվուդին չեմ ասում, որտեվ դե Հոլիվուդն է, չէ, մոտիկ որ տանում է այդ ամեն ինչի սկիզբը հիմնականում։ Ու փորձես տեղ ավելի առաջ գնաս, թեկուզ տեղ քեզ իմանան, ինչ որ չես մտածում, լավ վատ չհնչի հարցս։ Մի քիչ սպառվել է Հայաստանը, թեկուզ իր մասշտաբներով, վերցնենք մասշտաբները, որտեվ ինչ մի բան է Հայաստանից դուրս գաս միջազգային ասպարեզ շուկա, մի բան է ամեն դեպքում Լոս Անջելեսից, որտեվ կենտրոնացած աշխարհի գեր արտիստները հիմնականում ստեղ են։ Միշտ եմ մտածում դրա մասին, բայց միշտ ինչ-որ բան էլ լինում է, որ Երևան Հայաստանում շատ կա աշխատելու բան ու բան կա, ասենց այսքան անելուց հետո թողել ինչ որ գնալ ուրիշ տեղ եկա, դժվար է այդ պահը, որտեղ անընդհատ ուզում ես այնտեղ լսում են, հետևում են, սպասում են, անընդհատ պետք է update անես դու քո մասով ինչքան որ կա ոնց որ ասում են, բայց ուզում եմ, ոնց որ Ֆելոն ասեց, այստեղ կարելի է գալ, մնալ, ալբոմ գրել, դրա համար ամեն ինչ կա, հանգիստ, պետք է որոշում կայացնել, որ ասենք երկարատև գաս, հələ դեռ կա դրա ժամանակը, կարծում եմ։ Բնականաբար նաև կարող ես գալ, գնալ, ընթացիկ քիչ տեղ ապրել։ Ավելի հետաքրքիր ու ստեղ ստեղծագործական այդ հանգստությունը, բան, ստեղ կարող ես մի կես տարի մնաս, մի 3 հատ ալբոմ գրես։ Հա, ստեղ։ Այս լրության հաշվին կամ ոչ մեկ րոպե մեկ խանգարել շուխուր այն չկա, էլի ինքը լավ է։ Հետո մի բան էլ կա, իհարկե դու ավելի շատ կփաստես այդ, որ Հայաստանում ավելի արագ են առիթները, թեկուզ իվենթները, բաները ավելի այնպես որոշվում մի ամիս առաջ, 4 օր առաջ անգամ, բայց ԱՄՆ-ում մանավանդ եթե ինչ-որ մեծ առիթ պետքա լինի, համերգ լինի, մի տարի առաջ, երևի դա էլ է նաև տալիս արտիստին հանգստություն, որ իր գրաֆիկը ճիշտ կազմի։ Գրաֆիկը, հա, դե Հայաստանը փոքր է, կարող է զանգենասեն 10 օրից օրինակ մած sense մի բան կա ու parza որ այդ հերիք է այդ 10 օրը, որ ինչ որ իրանց պետք է այդ օրը ունենան։ Ոնց որ հա, տարբերություն կա, բայց արտիստն էլ է, էլի ոնց որ ուզում մի հատ իր հանգիստը տենց մտավոր եւ այլն ունենա, իսկ ստեղ այդ կա։ Ամեն չկա։ Արդեն կարծում եմ այդ հարցից պատասխանեցիր, բայց քեզ կտեսնես տեղ մշտական ապրելուց, թեկուզ 10 տարուց։ Ոնց որ հասկացա, շատ կուզես գնաս գաս, բայց մշտական քիչ դժվար է տենց լրիվ մշտականը այդ որ մտածում եմ, բայց էլի գալ երկար մնալ աշխատել, ինչ որ պրոդուկտիվ գործունեություն ծավալել, նոր երաժիշտների, արտիստների պարտադիր չի հայկական եւ այլն, այդ process-ի մեջ որ ընկնում ես, ինքը արդեն ավտոմատ երկար կարող է դառնա, դրան սիրով պատրաստ եմ, որովհետեւ ուզվում է այդ բանը կա։ Հա, բայց որ sense ուղղակի ասեմ, չէ, այ գալիս եմ ու վсё, այդ չեմ կարող այդ հարցին, չէ, հələ որ Իսկ որ գալիս ես ծանոթանում ես նոր մարդկանց կամ ուրիշ դիջեյների, բայց ոչ հայ, հենց ԱՄՆ-ում ուզում եմ եղել է որ եկել ենք, իմ սիրած դիջեյներն են եղել, այստեղ ելույթ են ունեցել, անպայման գնացել այլենք, դեստեղ այդ ճոխությունը կա, այդ արտիստների խոսքը չի վերաբերում հայկական միջոցառումների մասին, գնալ, նայել, լսել, սովորել
էներգիա հավաքել, նոր մտքերով հետ գնալ, այդ ամեն ինչը շատ օգնում, հա, իհարկե։ Վեգասում եղել ես վստահաբար, ու Վեգասում շատ հանրահայտ DJ-ներ ելույթ են ունենում, այդ քո սիրած ամենաերկու հանրահայտ DJ-ները կասես։ Այնտեղ գնացինք մի անգամ առիթ չենք ունեցել հենց DJ-ին լսելու, բայց այնտեղի փարթիներից էլ ցերեկային առավոտվա իրիկվա կարելի է գնալ նայել լիքը բան, տեսնել, վերցնել, գնալ Երևանում փորձել, ասենք ով որ անում է խորհուրդ տալ, այ նայ, sense կարելի անել, լիքը բան կարելի է սովորել։ 2-3 հատ ունեմ, սիրած DJ մեկին հենց ստեղ տեսել եմ, Sasha DJ, ովքեր գիտեն, John Digweed-ն է սիրածս DJ-ը եւ մի հոգուն էլ Jeff Mills-ը բերեցին Երևան։ Երևանում էլ առիթ ունեցանք տեսնել, ունեցել մնաց մեկը։ Մեկ ինչ ես տեսել։ John Digweed-ին պիտի գամ, ստեղ անպայման լսեմ։ Ստահ եմ կունենա Vegas performance։ Այդ լավ է ստեղ, այդ մի բան է։ Դե կատարում են ամեն դեպքում ստեղից է իստում ամեն ինչ սկսե անգամ ձեր համերգի ժամանակ ու ես Ավալոնում չի եղել զգացվում էր որ ինքը հին պատմություն ունեցող մի հատ կլաբ է որը որ այդ Սաշային որ լսել եմ հենց Ավալոնում եմ լսել 2012 թվին բայց չէի տեսել սենց Ավալոն էլի չտպավորվե այս ձևի մեջ հիմա արդեն հա լրիվ այդ արձանները սիրում եմ ուշադրություն է թույն է ելույթ ունենալ տենց տեղ էլի Բնականաբար։ Այս անգամ որ եկել ես ինչ որ հետաքրքիր բան հիշվել է, քեզ չնայած գիտեմ դեռ կարճ են օրերը ու հələ համերգել պետքա չէ ունենաս ամսի 6-ին, բայց ամսի 6-ին էլ կա, բայց մենք որ գալիս ենք միասին միշտ ինչ որ հիշվելու բաներ անընդհատ լինում է։ Հիմա ասած ֆորֆորում ենք էլի։ Լավ, ամեն օրը վայելելու process-ն է, հա։ Եղանակն էլ իդեալական է դրա համար, իմ համար։ Չէ։ Որ հիշում ես որ ես այդ ես գնում Երևան, այնտեղի ցուրտը, ձյունը, ոնց է ցուրտ։ Ես հիշում եմ, երբ որ Երևանում էի ապրում ու ինչ որ միտեղ ճանապարհորդում էի, հետ էի գալիս, հենց այդ առաջի հետ ու չգիտես ինչի միշտ գիշերն էի հետ գալիս, հենց այդ Զվարթնոց իջնում ես մութ հա ու մանավանդ ցուրտ ադրներն է բացվում են, մի տեսակ տրամադրությունը փոխվում է քեզ մոտ։ Հետո մյուս օրը առավոտն էլ է մութ հա, ցուրտ է, որտեվ ձմեռը տենց Ինչով գարուն դրա Իսկ մի բան նկատել ես դու որ Հայաստանում մարդիկ մունաթով են չնայած ես էլ եմ Հայաստանում ապրում միգուցե ես էլ եմ տենց մունաթով եղել բայց երբ որ Ամերիկայից ես հետ գնում խանութում հաստատ չես կարող առաջի մի շաբաթ առևտուր անես բոլոր մունաթ են գալի քո վրա Դե սրանից առաջ որ դուք խոսում եք այդ հանգստությունը այդ չներվայնանալը բան էդի տիպիկ հակառակն է այն ինչ որ գալիս է Հայաստան միշտ կան հանգստանալու բան միշտ կա այդ ոնց որ մտել արդեն կուլտուրայի մեջ էլի մտել առօրյայի մեջ դրա համար այդ զգում ես դու միանգամից արդեն ինքը կարող է մունակ չի է գալի ուղղակի մի քիչ լարված է եղել սաղորը մի փոքր ասկա արագ ասում ինչ որ բաներ բայց հայ տարբերությունն է Ես ուշադրություն էի դարձնում որ հաղորդումներ էի ամերիկյան նայում այնքան հանգիստ են օրվա մեջ լինում որ ասենք մի հատ թեթև անհանգստանում են անպայման անհանգստանում են որ անհանգստացան բարձրաձայնում են ասում վայ ես լարվեցի կամ չգիտեմ ձեռներս քրտնեց հա ինչ եղել էդ էլ Ոչինչ հիմա։ Էդի հիվանդություններ աստեղ գնում ես բարձում դու պանիկա թակ ունես։ Այսինքն այնքան հանգիստ է որ անհանգստանում է որ անհանգստացավ ու ասում է։ Իսկ Հայաստանում այդ անհանգստությունը այնքան տարբեր sense բաներ ունի օրվա ընթացքում level-ներ ունի, ասենք թվերը փոխվում է, էլի, կրիպտոյի պես։ Դրա համար այդ մարդը օրվա վերջում արդեն մի քիչ կարա ոչինչ դերում է։ Բայց հետաքրքիր այն է, որ գալիս են ԱՄՆ ու այդ անհանգստացող մարդիկ էլ գեր հանգստանում են ու իրանք վարվելաձևը փոխում են, այսինքն չեմ հասկանում այդ որ պահում ենք կորցնում ենք, որ չեն կարողանում Հայաստանում են ներմուծենք այդ ամեն ինչը։ Դե որտեվ մասշտաբ Հայաստանում է էլի տոտալ մասշտաբի մեջ է, իսկ ստեղ քանի որ այտենց չի, երբ որ դու գալիս ես ստեղ, ոնց ես հետևում օրենքին, չէ՞, պետք է անցնես փողոցը, օրինակ ես ստեղ մի ժամ Ենքոմ մատից քաղաք են տալի, որտեղ մեծ знак տեսա, որոշեցի կարելի է պոկել տանել Երևան կամ նկարել տպել դրանցից, որ սիգնալը դա $1000 շտրաֆ է տեղ։ Դրան էլ են հետևում։ Ու հետևաբար անհանգստությունն էլ է մտնում այդ ամեն ինչի մեջ, ուրեմն պետք է դա ճիշտ իրանք դասավորեն, որ վсё, ուրեմն չենք անհանգստանում։ Վсё, որոշել են, եկել են արդեն, չպետք է անհանգստանան։ Քիչ-քիչ ընկնում են այդ բանի մեջ, էլի։ Հունի մեջ։ Վիճակի մեջ։ Լավ, մոտ ապագայում ինչ պլաններ ունես, որ կապված քո գործունեության հետ։ Որ Երևան վերադառնանք, ես էլ իմ մի 3 հատ պրոյեկտ ունեմ, մեկը իմ նոր ալբոմն է, մեկը հետաքրքիր, ասենց
մշակումները մի քիչ սխալ է հնչում հին հայկական գյուղական երգերի ակապելլաների, որոնք ձայնագրված մի կերպ հայտնվել է իմ մոտ, դրանց իմ տարբերակներն է ալբոմա եւ մի հատ էլ ալբոմ ունեմ 11 հատ իմ բիթերի եւ 11 տարբեր արտիստների հետ նոր լրիվ զրոյից համագործակցությունը երրիկն է կա Ֆելոն Նարեկը մի խոսքով այդ ամեն ինչը նախապատրաստել եմ որ եկող տարվա սկիզբ գարնան սկիզբ արդեն դուրս գա բոլորը իրար հետ միանգամից հերթով բայց մոտ բաներով հա այդ ենք անում Ասցիր հին հայկական երգեր, նկատել եմ տենդենս կա, շատ երգիչներ վերցնում են հին հայկական երգերը, փոխում են, մի քիչ ռեմիքս են անում ու երգում են։ Ինչ է դա կապված, նորը չեն կարողանում ստեղծագործեն, թե հինի պահանջն է ավելի մեծ, որտեվ ինքը որպես տարբերակ նոր բան ներկայացնելու բանա տրենդ չասեմ հարմար է միշտ էլի, տենց վերջ, բայց երգերը այդ նույն երգերը այնքան է վերցվել, որ այդ երգերն էլ են մեղք արդեն։ Ու դրա համար հիմա այս որ ասում եմ հին հայկական ակապելլանը փորձել եմ գտնեմ այն գյուղական երգերը, որոնք այդքան հայտնիություն չունեն, այն պարզն ռետրո երգերը չեն մեր 80-ականների, որ արդեն իրանք էլ են էլ ասում, թողեք մենք մի քիչ հանգստով լրվենք դուք հա էլ ինչ որ ուրիշ բաներով զբաղվեք, որտեվ այդ նույն երգերը այդ արդեն չի կարելի այդքան այդ նույն երգերին տանջել։ Բայց քանի որ ինքը կոմերցիոն տարբերակ է, թե երգիչի համար, թե ինչ որ առիթների գնալ երգելու, հա, ու պլյուս cover-ը էլի, cover-ը միշտ լրացնում է, ինչ որ եթե չունես ավելացնելու քո երգերից կամ երգացամբ, միշտ cover-ը կա։ Դե ես նոր cover եմ արել։ Հետո ասում ես որ երգի, բարձում այլի են նույն երգի, որը իրանից առաջ էլ, իրանից հետո էլ տանջում են, էլի։ Ահա, որտեվ հիմա իմ ակաժն է շատ է լսում ու ավելի այնօր հենց այնօրն էի մտածում, որ հանած մի քանի հատ փոփ արտիստներ, դե դա էլ ավելի, չգիտեմ, ով է լսում, համենայն դեպս ես չէ ու չկա ինչ որ նոր մի բան, որ կլսես, ես միշտ որ search եմ անում, ավելի հին երգերի վրա եմ գնում։ Այդ հին երգերն էլ այնքան են արել, որ լսողը արդեն մեկ էլ լսում է որ այդ երգն է, առաջի տողը գնաց երգի, ասենք երգչի երգում է, բան առաջի տողից հետո ֆռում են, բա ինչ, արդեն գիտեն որ այդ երգն է, էլի։ Դրա համար որ նոր չլսված հայկական, իսկ դրանք կան, պետք է լավ ման գալ, կարող է միտը գնաց շոր ձայնադարանում, հատ շոր հին խումբ է երգել կամ հատ ինչ որ տատիկա երգել կամ ինչ կան այդ դրանց վրա է հիմա։ Դու արդեն գտել ես այդ ամեն ինչը։ Հետաքրքիր բաներ եմ գտել, հա, այդ մի ամիտ է իմ մոտ հայտնվել, բայց ճիշտ տեղը հայտնվել։ Հայաստանում ես, չէ՞, հենց այդ ամեն ինչը գտել ոչ թե ուրիշ մտեղ։ Իսկ գյուղերում, կարող է գյուղերում եկան պահպանված թե նման տիպի այդ տարբեր թվերի ձայնագրած ինչ որ հաղորդումների բաների ընթացքում ինչ որ գնացել ձայնագրել են, ինչ որ, չգիտեմ, տարբեր թվերի կա ու տենց հավաքել են իրար, ահագին ինքը նոր բաներ է, բայց ինքը ռետրո չի, ավելի հենց գյուղական հայկ այդ ավելի տենց ճիշտ էլի, որ պետք է։ Թե չէ ռետրոներից թվում է սպառվել արդեն։ Էլ ռետրո երգ չկա, որն այնց բան անես, որ արդեն նորություն կլինի։ Արդեն հա, արդեն վсё։ Նորություն չկա։ Իսկ ճաշակից խոսանք, ստեղի մարդկանց, չնայած դե պարզա քեզ չեն ասելու այս երգը դիր, բայց թեկուզ որ ինչ ես լսում լավ, մեքենա են վարում, հայրը քեզ միտեղ տանում են ցույց տան։ Այստեղի հայրը ինչ են լսում ու Հայաստանում ինչ են լսում, տարբեր է թե ըստ քեզ նույնն է։ Ստեղ ավելի շատ շփում եմ այն ընկերներից հետ, ովքեր որ ստեղ են, վաղուց ստեղ են եղել, մեր ճաշակները համապատասխանում են, մենք ավտոյի մեջ էլ բան, այդ առնով բողոք չկա։ Իսկ նենց չգիտեմ ճիշտ ասած, եթե դեմից ոնց որ բոլոր տեղ, ամենտեղ հայրը այդ հայկական ուրախ բարային Դա էլ տենց։ Մի բան որ պատկերացնես արդեն ապրում ես ԱՄՆ-ում, լավ թեկուզ 2 տարով էլի ոչ մշտական կուզես ապրես Գլենդելում, թե ուրիշ քաղաքում, թե քո համար տարբերություն չկա, կարևոր է լրությունը ապահոված լինի։ Եղանակը լրությունը ինձ թվում է ամենալավը ստեղ է, բայց այնց չի որ ուրիշ քաղաքները շատ լավ գիտեմ, որ կարամ այդ օրինակին ճիշտ պատասխանեմ, բայց ստեղ եթե այդ ստեղծագործական եղանակը լրությունը ու այդ ամեն ինչը միշտ լինի, ստեղ էլ աչքով։ Չի։ Համերգից էլ մի քանի հատ հարց տամ, ոչինչ։ Ինչ պետք է։ Ինչ որ սպասում էիր, պատկերացնում էիր, այնտենց եղավ, թե ավելի մի բան կուզեիր փոխել, արդարացված էր այդ համերգը այդքան սպասելը ու չգիտեմ ինչ որ տեղի ունեցավ։ Вообще միշտ փորձը ցույց է տվել, որ ինչ որ բան
ինչ որ ձև սպասում ես, միշտ քո մեկա քո սպասում, հարցը լավ ու վատ է, հարցը ու չէ բան ես պատկերացնում, տենց չի լինում, դրա համար ավելի շատ ճիշտ է տրամադրվել համերգին, որ համերգը դու քո մասը լավ անցկացնես, բան, ու շատ լավ էր, ինձ թվում է շատ լավ դրական էմոցիաներով լիքը լավ մարդիկ, նոր մարդիկ, լիքը նոր մարդիկ տեսա, որոնք Երևանից են եկել վերջի մի երևի 3-4 տարին, ու շատ լավ էր, ինչը որ երևում էր ընդեից, շատ բան չէր երևում, դիմաստ էր երևում, այն կողմը չէի տեսնում, էլի, բայց շատ լավ էր, էներգիան մարդկանց տված, որ դա քեզ ստիպում, որ ամեն ինչ ավելի լավացի, շատ լավ էր։ Նոր տարվա վերաբերյալ արդեն ինչ որ առաջարկներ ունես Հայաստանում, որ պետք է սովորականի պես, կորպորատիվներն է սկսում։ Իսկ նոր տարվա գիշերը դու սովորաբար լինում ես ինչ որ միտեղ կորպորատիվ կամ ինչ որ այնտեղ տարբեր է, լինում է որ կազմակերպում են ինչ որ մասնավոր միջոցառումներ, էլեկտրոնային միջոցառումներ, նախընտրում եմ միշտ այդտեղ լինեմ, բայց եթե ավելի լավ առաջարկ է լինում ոչ էլեկտրոնային, ոչինչ ոչ էլեկտրոնային է լինում։ Քանի որ ես վաղուց 3 տարի չեմ եղել Հայաստանում, հիմա այնտեղ քլաբեր, հա, քլաբերը երևի ամենամոդայիկը որն են կամ որն են երիտասարդության։ Երևանում արդեն կա քլաբեր կան, որոնք էլեկտրոնային երաժշտության մի ճյուղ են ներկայացնում։ Այդ արդեն կա։ Հենց որ մոդայիկի հարցը չի, ավելի շատ ինչ նախընտրություն ունի մարդը, հա, նախընտրում են գնան տեխնո երաժշտություն լսեն, 31-ին մտնում են ամսի 3-ին դուրս են գալի, ընդհանրենք, տենց է անցնում։ Կամ որ ավելի 31-ին գնան, 1-ի առավոտ գան տուն, ըստ ճաշակի։ Այսինքն ամեն ինչ կա։ Կա, անպայման։ Վերջի անգամ որ եղել է, իհարկե ամեն ինչ կա, բայց ամեն ինչ շատ թանկ է իմ կարծիքով Հայաստանում դարձել եւ երևի մեկ-մեկ անգամ մտածում եմ մարդիկ ոնց են կարողանում այս ամեն ինչի տակից դուրս գան, որովհետեւ համեմատելով աշխատավարձները, ինչը որ ես ունեի 10 տարի առաջ, ոնց որ շատ մեծ բան չի փոխվել, բայց գումարները անգամ տարական սրճարաններում շատ բարձրացել է։ Հայաստանն է, Երևանն է, ոնց որ ասում եմ ոնց է լինի մի բան կանենք էլի։ Ու հիմա տուրիստներն են, չէ՞, շատ Հայաստանում։ Գալի գնում են, բավականին շատ, այդ ավելացել, այդ տուրիստների պատճառով էլ տուրիստների հաշվին էլ են նոր տեղեր բացվել, ինչի՞ չէ կլուբերն էլ, այդ տուրիստներն էլ են եկել իրանց կլուբերը փոքր ավելի բացել, հա, ռուսական ինչ-որ բաներ կա, կենտրոնում էլ կա գնում են քաղաքից ավելի հեռու, օրինակ, չգիտեմ, Դիլիջանում ունեն իրանց տենց փոքրիկ community-ն, այսպես ասած, իրանց երաժշտությունով, իրանց իվենտներով, բան, կատարում է ինչ-որ բաներ, հա։ Շարժ կա ամեն դեպքում։ Շարժ կա, իհարկե։ Իսկ լինում էր, որ քլաբեր են բացում ու օրինակ ես որոշել եմ քլաբ բացեմ, բայց կան քո հետ խորհրդակցել հարցնելով օրինակ հիմա ինչ մյուզիկ կարելի է դնել, ինչ ձևի քլաբ կաշխատի, առհասարակ դիջեյությամբ, ժիվոյ երաժշտությամբ կամ կան քեզ խորհրդակցել, ուղղակի խորհրդի հետ նման մի բան։ Հիմա Երևանում ֆորմատային շատ պոպուլար է բար կլուբ այդ կոնցեպտը, ասենք մի 400-300 հոգանոց, որ ինքը համ բար է, համ քլաբ է, բայց տենց մինչև ես իմ երբ չի կարող մինչև ժամը 2-ը լավ երաժշտությունով բան, հա մենք համ խորհրդակցում են, համ այնտեղ գնում ենք, նվագում ենք, բայց ոնց որ ինձ թվում է ամենտեղ այդ երկար պահելն ավելի կարևոր, քան առաջի ասենք մի ամիսը մի տարին հեշտ է։ Ինչ կլինի, բայց Երևանում օրինակ կա որ նախընտրում են առաջի մի 2 ամիս, 3 ամիսը տենց բան։ Հետո ինչ եղավ վրա։ Հետո արդեն դե հա։ Ոնց որ ոնց ստացվեց։ Իսկ երիտասարդ դիջեյներ, որ այսքան շատացել են, ուզում են կան քեզնից խորհրդ։ Օրինակ, եթե ես դիջեյ լինեի, հաստատ առաջինը քո մոտ կգայի գոնե ուղղության համար կամ ինչ որ տեխնիկայի համար, չի հազար ու մի բան, որտեվ էլի եմ կրկնում, իմ համար միակ դիջեյ դու ես, Սերժան։ Երիտասարդ դիջեյներին սկզբից ավելի կարևոր է իրանց իմիջը, կեպկեն։ Ոչ բոլորին է, ովքեր որ լավն են, մենք իրար ճանաչում ենք, շփվում ենք, բայց այն մեծ մասը բան իրանք հələ Instagram-ը, post-ը, կեպկեն, look-ը, այն բան մինչև հələ հասնի խորհուրդ հարցնելուն կարող է մի պատոկ էլ գա թազա։ Հա, կարող ենք արդեն որոշ ուրիշ բան անի, արդեն բլոգերություն անի։ Հա, բլոգերություն անի, հետո ասենք կարող է ինչ-որ food հաղորդում կեսից որոշի որ ինքը ավելի լավ պատրաստում է բան, էլի, այսինքն այդ որովհետև նկատել եմ Հայաստանից է, այստեղ այսքան հեշտ չի դու food blogger դառնաս, բայց Հայաստանում ապրելով երևի մի տարի շատ էներգիաներ դնես, Instagram-ում հաստատ աստղ կդառնաս, որովհետև հա, բայց ասենք աստղ դառնալուն էլ բան կա, չէ, ինչ որ ձև կա,
Շնորհք կա։ Օրինակ մարդկա իրան մեկը ինքը ոնց կճանաչվի, բայց ինքը ճանաչվի։ Կարևոր է էկրանում լինի։ Չեմ կարող, այդտեղով կարա իրան խորհուրդ տա ոչ մեկ։ Դրա համար ինչ որ բաներ են անում, որ օրինակ ես չունեմ իմ մոտ հեռախոսի մեջ TikTok։ Ահա, ես էլ չունեմ։ Հայաստանում էլի, որովհետև ես TikTok-ը թերթեցի, մի շաբաթից ջնջեցի, որովհետև Անիմաստ ժամանակի վատում։ Չանիմաստը չէ, ինքը տենց ավելի լավա չունենալ։ TikTok-ն, այնտեղ որտեղ ինչ որ բաներ են անում, բլոգերներ կան, ինչ որ չես հասկանում ինչ անում։ Վերջը ինչ դիլնի։ Բայց այդ է։ Դե ու իրանք պոպուլյար են շատ, որովհետև անգամ եղել են մեզ մինչև Ամերիկա, եղել է որ գրել են կօգնեք մեզ վիզայի հարցում, մենք բլոգեր ենք, ձեզ կգովազդենք, բայց այն որ մանես գալի չես հասկանում։ Իսկ դուք արդյոք կուզեք ձեզ իրանք Բնականաբար ոչ, բայց հետաքրքիրն է նա, որ իրանք են հենց իրանց առաջարկում, ու իրանք շեշտում են, որ իրանք բլոգեր են ու մեծ Հետո բլոգերներ կան, որոնք որ այդ ասացի պես իրանք ավելի շատ ոնց որ հաշվապալն են, ոչ թե բլոգեր, ասենք նայում են այդ բանը, իրանք այսօր ունեցանք 200,000 վյուն, 100,000, բայց այդ վյուն ինչ, ինչ, հետո ինչ որ կա, ինչա տալի այդ մեզ ձեզ կամ ոչ բան, իրանք այդ ունեն, այսինքն ամեն բանի շուրջ կան ինչ-որ փոքրիկ community-ներ կան, իրանք էս են անում վյուերը հաշվում են, բան մյուսը էս անում մյուս են, բայց այդ ինչ որ մեզ հետաքրքիր է։ Ուրիշներին ում որ հետաքրքիր է, շատ լավ է, իրանք կարան օգտվեն, գովազդեն եւ փլուսաբանեն։ Սերժան, մյուս անգամ երբ ես մտածում, երբ կգաս մեզ հյուր։ Երբ որ գանք ալբոմը գրելու։ Ալբոմը ճիշտ է, մի տարուց, չէ՞, ոնց հասկացա։ Մենք ձեր համար պետք է ուրեմն մի հատ լավ տուն գտնենք, չէ՞, որ հարմար լինի։ Մենք ձեր համար շուտ լավ ալբոմ կգրենք։ Չէ, անպայման, հա, այդ Ինձ ֆելոն ասաց, որ immigration-ի հետ կապված ինչ որ թեմա երկ գոնե ունենալու եք, հա, դե չէ։ Գոկունենակ։ Вообще հարց չկա։ Լավ բիթով, լավ Որտեվ այդքան եկել են գոնե մի Immigration-ի հիմնը։ Այո, այդքան մարդ հայ եկե գոնե մի բան ունենա։ Հա, ստեղ տրամադրում է, դա է մոտիվացիա, որ գիտես որ կգաս, մի բան լավ դուրս կգա։ Նոր տեղ, նոր ձևով, այնց որ հաստատ հա։ Մերսի քեզ շատ, որ եկար ինձ հյուր։ Շատ հաճելի էր։ Ուղղակի